Ինչ կառաջարկի Հայաստան դաշինքը սփյուռքահայերուն։ Այսինքն ինչ կորձնական քաղաքականություններ պիտի ներկայացնեք, որբեսի հայրենադարձությունը զարգանա եւ դառնա գայուն, եւ մասնավորապես օրինակ բնակարանի ձեռքբերման, վարգերու հասանելիության, գրթության եւ գործարարության ոլորտներուն մեջ։ Իսկ այսօր որպես հաջորդող լրացում ինչպես պիտի ապահովեք հայրենադարձներու եւ սփյուռքահայերու հաստատութենական ներկայացվածությունը Հայաստանի քաղաքական կյանքի մեջ։ Ինչ է երկարաժամկետ իմաստով ձեր դեսլագանը Հայաստանը սփյուռք համագործակցությունը համագարկելու եւ խորացնելու ուղղությամբ։ Նայեք, մենք իսկապես անցյալում իրականացրել ենք Հայաստան սփյուռք հարաբերությունների եւ վերանորոգումը, որտեղ վատ կետից ենք սկսել, բայց նաեւ շեշտակի զարգացրել ենք այդ հարաբերությունները եւ կարծում եմ այստեղ փոխադարձ շահավետությունը ուղղակի ակնհայտ էր։ Բայց պետք է մենք դիտենք հետեւյալը. սփյուռքը հզոր ուժ է, բայց նաեւ սփյուռքը պատրաստ ենթակառուցվածքներ է Հայաստանից արտագաղթելու համար։ Որտե բոլորը ունեն բարեկամներ եւ եթե Հայաստանում անվտանգությունը ապահովված չի, եթե Հայաստանում մարդիկ վատ են ապրում, եթե մթնոլորտը զզվելի է, ապա ոչ թե պետք է սկսում ենք խոսալ հայրենադարձության մասին, այլ հայրենափախուստ, չգիտեմ, նույնիսկ ոնց ձևակերպել հայրենիքից դուրս գնալու մասին։ Եվ կարծում եմ բոլորի մտքում միայն մեկ բան է՝ դեպի Հայաստան։ Բայց սխալ քաղաքականություն վարելու դեպքում կրկնում եմ, այդ հանգամանքը եւս կարող է աշխատել։ Եթե մենք ուզում ենք, որ լինի հայրենադարձություն, մենք պետք է Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորենք, որ Հայաստան գալը, մնալը, այստեղ ապրելը լինի հաճելի, հասկանալի, որ մարդիկ ձգտեն գալ այստեղ, վատ մթնոլորտ լինի այստեղ։ Հակառակը Հայաստանից արտագաղթը դեպի այլ երկրներ ակտիվանալու է։ Եվ եթե Հայաստանի ղեկավարությունը այդքանը չի հասկանում, ուրեմն իր տեղը չի, կամ հայկական ղեկավարություն չի, կամ ես չգիտեմ ինչ շահերով է առաջնորդվում, այնքան պարզ է այս ամենը։ Հիմա մենք ինչ էինք արել, հարաբերությունները վերանորոգել ենք, զարգացրել ենք, բայց այնուամենայնիվ ես չեմ կարող ասել, որ դա պետական sense աջակցության ծրագրեր էր, դա ավելի շատ մթնոլորտ ստեղծել, որով մեր հայրենակիցները ձգտում ունենան գալ Հայաստան։ Օրինակ ես հայտարարում եմ, երբ շինարարություն ենք այստեղ զարգացնում, որ ամեն մի սփյուռքահայ պետք է բնակարան կամ տուն ունենա Հայաստանում։ Եվ շատ մարդիկ արձագանքեցին դրան։ Ամեն մի սփյուռքահայ ինչ որ մի բիզնեսի բան պետք է ունենա Հայաստանում։ Այն ժամանակ ես հիշում եմ տարբեր տեղերից մարդիկ ստեղ ռեստորաններ էին բացում։ Ես անձամբ հենց որ լսում եմ մի սփյուռքահայ ռեստորաններ բացում, անպայման հաճախում եմ այդ ռեստորանը։ Անպայման ցույց տալու համար, որ մենք գիտենք եւ ուրախ ենք եւ ողջունում ենք այս ամենը։ Հիմա process-ը սա էր։ Բայց կարծում եմ մենք մտնում ենք մի փուլի մեջ, երբ կարելի է այդ քաղաքականությունը բարենպաստ պայմաններ ստեղծելը, լավ միջավայր ստեղծելը ամրապնդել արդեն հստակ քաղաքականությամբ, պետական մասնակցությամբ հայրենադարձության խրախուսումը, պետության մասնակ։ Մենք մասնակցում ենք, բայց ավելի շատ բարոյական դաշտում, քարոզչական հարաբերություններ sense կարգավորելու ազնական հողի վրա եւ այլն։ Այդ տեսանկյունից իհարկե աշխարհում այդպիսի փորձերը շատ չեն, որովհետեւ շատ չեն ժողովուրդները, որ նման կարգի սփյուռք ունեն։ Ամենից հետաքրքիր փորձը իհարկե Իսրայելի փորձն է։ Ամենից հետաքրքիր փորձը ընդ ուղղակի կա հայրենադարձության մասին օրենք եւ հստակ ծրագիր, թե ինչ են անում, ոնց են աջակցում բնակարանային եւ այլ։ Այդ ամբողջ process-ը պետությունը սարքել է իր քաղաքականության մաս, կարևոր մաս եւ այդ քաղաքականության կարևոր մասը քայլ առ քայլ իրագործում է միջև քաղաքացու դրսից գալ երկիր եւ երկրում այդ ադապտացիա ամբողջ շրջանը հաջողությամբ հասնել։ Երևի ժամանակն է անցնել նման կարգի քաղաքական մոտեցումների։ Չեմ կարող ասել, որ հիմա դա ամբողջությամբ մշակված է, բայց այդ միտքը ունեմ եւ կարծում եմ, որ մենք կարող ենք հենց այս ճանապարհով պետք է փորձենք առաջ շարժվել։
Նման որոշակի մոտեցում ունեցել է Գերմանիան, գերմանացիների այդ սովետական միությունը ես փլզվեց, գերմանացիների այդ տարածքում ապրողների վերադարձը ապահովելու համար Գերմանիա կազմակերպված պետական հովանավորության ներքո եւ բավական հաջողված ծրագիր էր։ Մենք այդ մակարդակի չէինք հասել ժամանակին։ Շատ բան ենք արել, բայց կրկնեմ, պետական քաղաքականություն սարքելը, մշակված քաղաքականություն երևի հաջորդ քայլն է, որը պետք է անենք։ Տեսեք, պլատֆորմի մեջ մենք երկու գլխավոր սկզբունք ունենք։ Մեկ առաջինը, քիչ առաջ ասացին, նորից կրկնեմ, որ Սփյուռքը Հայաստանի համար հիմնական կենսունակության աղբյուրն է եւ հակառակը։ Հայաստանը Սփյուռքի համար այդ կենսունակության աղբյուրն է եւ երկրորդ համահայկականություն։ Սփյուռքը ռազմավարական ներուժը Հայաստանի պետականաշինության հիմնական գործընկերը։ Այս գլխավոր սկզբունքների վրա, այո, պետք է Հայաստանը Սփյուռք մենք մտադիր ենք ռազմավարական հայեցակարգ կազմել, ամբողջ գույքագրումը անել եւ ամեն կերպ պետական աջակցություն հայրենադառությանը եւ այն բոլոր խոչընդոտները մենք ամենօրյա մեր ընկերների տարբեր դեպքերում առնչվում են գոյություն ունեն պետական կառավարման համակարգում, փաստաթղթերի ձևակերպման, սկսած աշակերտների արևմտահայերենի դպրոցներում սկզբնական շրջանում դժվարություններ, այսինքն բազմաթիվ խնդիրների, որ առնչվել են, այդ խնդիրները պետքա լուծվի։ Նաեւ մենք ունենք փորձառություն, երբ որ մերձավոր արևելքի համայնքները իրավիճակի պատճառով մեծ հոսք եղավ Հայաստան, բայց հետո Հայաստանից նաև արտագաղթ տեղ ունեցավ եւ շատերը չմնացին Հայաստանում։ Այսինքն այստեղ նաև պետության այդ բացակայության, ճիշտ չմիջամտության, չաջակցության խնդիրները, որ եղել են, այդ ամեն ինչը պետքա կարողանանք լուծենք։ Դրա եւ ներուժը կա, եւ անցած ճանապարհը, եւ փորձառությունը, ուստեղ ամենակարևորը պետական քաղաքականությունն է, վերաբերմունքն է։ Այն սկզբունքը, որ նախագահ ասաց, այդ ամբողջ հայ ժողովրդին տեր կանգնելու պատասխանատվություն զգալու ու մեր նաև պատմամշակութային ժառանգությանը տեր կանգնելու։ Այս քանի սկզբունքները, եթե դնում ենք արդեն հիմքում ու առաջնորդում ենք սրանից, մնացածը արդեն ծրագրային դրույթներ են, որ շատ հեշտ կարող ենք իմի բերել։ Ես երկու օրինակ եմ բերել, հաջողված sense հայրենադարձության, մեկը Իսրայել, մեկը Գերմանիա է օրինակը, բայց մեր պատմության մեջ եղել է եւս շատ ծավալուն եւ հաջողված օրինակ։ Հայրենադարձությունը սովետական միության ժամանակ 45-49 թվականների մոտ 100,000 հայ տարբեր երկրներից պետության ուղղակի աջակցությամբ, մասնակցությամբ, նույնիսկ նավերով էին բերում, տեղափոխման ամբողջ ծախսերը, ստեղ բնակարանային հարցեր էին լուծում եւ այլ։ Դրա մասին հիմա չեն խոսում, բայց իրականում ամենից հաջողված հայրենադարձության ծրագրերից մեկը եղել է այդ ծրագիրը։ Եվ եւս հետարքիր հանգամանք ոչ միայն արաբական երկրներից էին այստեղ եկել, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Փարիզից եւ Մարսելից մի քանի հազար մարդ տեղափոխվել են եւ բնակվել են Հայաստանում այդ տարիներին։ Եվ մոտ այդ 100,000-ից, քանի որ սովետական միությունն էլ փակ էր, ազատություններ չկային, մոտ 10-15,000, 15-20 տարվա ընթացքում հետ են գնացել, բայց 80-85,000 մարդ մնացել են Հայաստանում եւ մինչեւ այսօր իրենց սերունդները ստեղ են։ Որին ուղղակի պետք է նաեւ բացի այլ երկրների փորձը պետք է նաեւ հասկանալ, որ մենք նաեւ ունենք այդպիսի փորձ Հայաստանի Հանրապետությունում։ Շատերը մոռացել են, չէ՞ դրա մասին։ Ես ուսանող ժամանակ այստեղ դեռ այն ժամանակ էլ մի բառ էին օգտագործում, սփյուռքայերը ահավոր չէին սիրում, բայց աղբար էին ասում, չէ՞ դա։ Աղբերը, աղբար։ Այն ժամանակ մարդիկ հիշում էին, մարդիկ ասում էին, մենք ստեղից ենք, եւ Երևանում մեծ մասը բնակվեց, թաղամասեր կային ուղղակի սփյուռքայերից բաղկացած։ Զեյթուն համայնքում, Արաբկիր համայնքում, Կենտրոն համայնքում մեծ մասը այստեղ էր, մի փոքր մաս Գյումրի գնացին։ Ուրեմն կա այդ փորձը։ Եվ պետությունը այո, ստեղ ասելիք եւ անելիք ունի։